Allahu Akbar. Դադարել են ռազմական գործողություններն Աֆղանստան-Պակիստան սահմանին։ Hedef alan saldırıların arttığını Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Պակիստանի, bizim tasvip ettiğimiz Աֆղանստանի, Քաթարի եւ Սաուդյան Արաբիայի արտգործնախարարների հետ, çözülmesini istiyoruz. հաղորդում է Reuters-ը։ Աֆղանստանի հետ սահմանային լարվածությունը քննարկել են նաև Պակիստանի եւ Սաուդյան Արաբիայի արտգործնախարարները։ Արդյոք Քաթարը, Սաուդյան Արաբիան ու Թուրքիան են միջնորդել, որ Աֆղանստան-Պակիստան սահմանին մարտերը դադարեն։ Պաշտոնական հայտարարություններ դեռ չկան։ Հարևաններին հաշտեցնելու դիվանագիտական ուղիներ գտնելու կարևորության մասին առաջինը Դաշնության արտաքին գործերի նախարարությունն է հայտարարել։ Ռուսաստանի արտգործնախարարությունը կոչ է արել Աֆղանստանին եւ Պակիստանին դադարեցնել մարտական գործողությունները ու խնդիրները բանակցային սեղանին քննարկել։ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Պակիստանի ռազմական գործողությունները եւ իր աջակցությունը հայտնել Աֆղանստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը։ Սահմանին բախումներից բացի ամբողջ գիշեր Պակիստանը ցամաքային ու օդային հարվածներ է հասցրել Աֆղանստանի խոշոր քաղաքներին, որտեղ ըստ Իսլամաբադի Թալիբան շարժման կառավարական օբյեկտներն են, Քաբուլում պայթյուններ են եղել։ Կողմերը միմյանց մեծ կորուստներ պատճառելու մասին են հայտնում։ Իսլամաբադի տվյալներով սպանվել է 288 թալիբ զինյալ, ավելի քան 300-ը վիրավորվել են։ Աֆղանական 74 դիրք ոչնչացվել է, 18 դիրք գրավել են պակիստանցիները։ Թալիբան կառավարության ներկայացուցիչներն էլ Պակիստանի կորուստների մասին են հայտնում։ Շարժման խոսնակը հայտարարել է, որ պակիստանական 2 ռազմական բազա 19 ռազմական դիրք են գրավել, ըստ Թալիբանի կառավարության 55 պակիստանցի զինվոր է սպանվել, վիրավորվել է 13 քաղաքացիական անձ, իսկ իրենց շարքերից 8 թալիբ է զոհվել, վիրավորվել է 11 մարդ։ Թեև անցյալ տարվա հոկտեմբերին Աֆղանստանը եւ Պակիստանը հրադադար կնքեցին, Դոհայում Քաթարի եւ Թուրքիայի միջնորդությամբ Իսլամաբադը շարունակում է պնդել, որ Քաբուլն ապաստան է տալիս Պակիստանում ահաբեկչական հարձակումներ անող զինյալների։ Թալիբները հերքում են մեղադրանքները, նշելով, որ Պակիստանի ներսում ահաբեկչական գործողությունների հետ իրենք կապ չունեն, ու դա Իսլամաբադի ներքին խնդիրն է։ Մարիամ Ամիրջանյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։